Ղարաբաղի Ստեփանակերտի հիվանդանոցը միլիոնների գներով էդով էր կառուցել Սամվել Կարապետյանը։ Այն ժամանակ Հայաստանը ուրախանում էր, որ այդպիսի բարերար մարդ ուներ։ Դա էլ ուրախությամբ հանձնեց թուրքերին։ Ղարաբաղի փախստական հայերին ով է տնօրեն տվել, ով է բարերարել, ով է պաշտպանել, չէ որ մեր հարգելի բիզնեսմեն Սամվել Կարապետյանը, ու մինչև հիմա էլ Ղարաբաղի փախստական հայերին օգնում է ամեն ինչով, հագուստով, պրոդուկտով, վառելիքով, ամեն ինչով օգնում է, բայց այդպիսի մարդուն կարելի է ձերբակալել անհիմն պատճառով։ Տիկին Լուսես, հաշվի առնելով, որ Տաշիրից եք, հավանաբար ճանաչում եք նաև Կարապետյանների ընտանիքը։ Ինչպես կբնութագրեք իրենց ընտանիքը։ Ես գիտեմ, որ մանկավարժների ընտանիք է եղել։ Այո, կպատմեք մի փոքր, ինչպես եք ճանաչում։ լավ կրթված ընտանիք են եղել, հարգված ընտանիք են եղել ամբողջ գյուղի կողմից, ռայոնի կողմից եւ հետո էլ Հայաստանի կողմից։ Առաջ Տաշիրը ոչ ոք չէր ճանաչում։ Նախկան բարերար Սամվել Կարապետյանի օրոք, իսկ հիմա ամբողջ աշխարհն է ճանաչում Տաշիր քաղաքը, դա շնորհիվ Սամվել Կարապետյանի, ու իրենց ընտանիքը շատ լավ ընտանիք է եղել, մանկավարժի ընտանիք է եղել, ժողովրդին շատ հարգանքով, շատ բարելից ընտանիք են եղել, էլ ինչ ասեմ, լավ զավակներ են ունեցել, այսպես չի կարելի մեր օրենքը այդ ձևի մարդկանց ձերբակալի, ինչ հիման վրա, անհիմն պատճառով, չենք հասկանում, այո, ու պահանջում ենք ազատություն, պահանջում ենք ազատություն, մեր հարգելի բարերար Սամվել Կարապետյանին։ Շատ լավ, շատ լավ։ Այո։